Համեմատած անցած տարվա այս տարի խոտածածկ և անտարածածկ տարածքներում գրանցվել են հրդեհների աճ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Փրկարարծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Բագրատ Վարդազարյանը։ Օրինակ, Արարատի մարզում գրանցվել է 386 հրդեհ, իսկ անցած տարի 192, Տավուշի մարզում 281 հրդեհ, 2024 թվականին 72։ Ինչ վերաբերում է անտառային հողերում առաջացած հրդեհներին, այս դեպքում նույնպես գրանցվել է աճ, անցած տարի հրդեհների թիվը 5 էր, իսկ այս տարի 20։ Ընդհանուր 2096 հրդեհ բուսածածկ և խոտածածկ տարածքում այս տարի 787 հրդեհ, անցած տարի կա նկատելի աճ 2.7 անգամ։ Ըստ համաշխարհային վիճակագրության բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհների գրեթե 95%-ը պայմանավորված է մարդկային գործոնով, միայն 5%-ը բնական գործոններով։ Հիդրոմետ ծառայությունը ամսի 30-ին փոխանցեց տեղեկատվություն, որ Արարատի մարզում լինելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Անցած տարվանից ներդրված է մոբայլ համակարգ, երբ հասցեական կարողանում ենք ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SMS հաղորդագրության միջոցով դպրոցների մանկապարտեզների տնօրեններին, մարզպետին և մարզպետարանի աշխատակիցներին ուղարկել հաղորդագրություն բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին։ Ըստ այդմ, նրանք արդեն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ, դա վերաբերում է և քամուն, և անձրևներին, և հրդեհներին, ասաց նա։